2026 թվականի ապրիլի 9-ին պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը։ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից 14000 տոննա բիտումի ձեռքբերման վերաբերյալ հայտարարված մրցույթին մասնակցած եւ հաղթող ճանաչված ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել եւ Հայաստան համահայկական հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր, որի արդյունքում պետությանը նախնական հաշվարկով պատճառվել է 171 միլիոն 515 հազար դրամի վնաս։ Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է մարզպետարանի աշխատանքային խորհրդակցությանը։ Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ընդգծելով, որ Հայաստանի կողմից այս կարևոր միջազգային միջոցառման պատշաճ կազմակերպումը պահանջում է նաև մարզային կառույցների ակտիվ եւ համակարգված ներգրավվածություն։ Քննարկվել են Հայ-Անտառ պոակի եւ Արփիլիճ ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները։ Նախարարը կարևորել է բնապահպանական եւ տնտեսական շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը, շեշտելով, որ պետք է խթանել բնահենք լուծումների վրա հիմնված ներդրումային ծրագրերը։ Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու վերահսկողությունը, բարձրացնելու պահպանության արդյունավետությունը եւ բացառելու բնապահպանական իրավախախտումները։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Լիզինգ Էքսպո 2026 Հայաստանի ամենախոշոր լիզինգային ցուցահանդեսի բացման արարողությանը։ Նախարարը իր ողջույնի խոսքում կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը եւ նշել, որ ըստ վարկային ռեգիստրի տվյալների ներկայումս բանկերի կողմից տրամադրված լիզինգային պորտֆելի շուրջ 89%-ը սուբսիդավորվում է պետական միջոցների հաշվին։ Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին եւ սարքավորումներին։ Ցուցահանդեսին ներկայացված են շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արտադրական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, էլեկտրոմոբիլներ, բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներ, գինեգործական սարքավորումներ, բանկեր եւ լիզինգային կազմակերպություններ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու լիզինգի գործիքակազմի միջոցով տրամադրվող պետական աջակցությանը։